Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է, տաղավարին հյուրընկալել եմ Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Շիրինյան, սկսենք գերիների վերադարձից։ Ուրախալի լուր ավետից, որ 4 ընտանիք եւ ինչու 4, մենք կարող ենք ասել ազգովի ուրախացանք, բայց այս գործընթացում էլ ունեցանք տարաձայնություններ, տարբեր կարծիքներ, հիշեցնում են մեզ, որ ընդհանրապես հիշեցնում են իշխանություններին, որ Ադրբեջանում դեռ կան 19 հայ գերիներ։ Օրինակ Փաստինֆոն գրում է, որ պաշտոնական մարմինները խուսափում են օգտագործել փոխանակում ձևակերպումը եւ փորձում են Բաքվին ներկայացնել որպես բարերար, որը հանկարծ որոշել է հակառակ կամրջից առևանգված բուժառուին վերադարձնել որպես խաղաղացեր քայլ։ Վարձկաների հանձնումը վարձկաների հանձնման հետ իբր դա որևէ կապ չունի։ Ընդ որում նրանք հակադարձել են ազգային անվտանգության ծառայության այն հայտարարությանը, որ սա իրականացվել է որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք։ Ինչ կարծիք եք։ Ընդ որում մեկ օրինակ էլ բերեմ ընդդիմադիրներից հայրենի կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի կարծիքով մեր պետական ազգային ամոթը 4 անգամ պակասեց, բայց պետք է հիշենք, որ տղաները գերի են դարձել եւ գերությունից վերադարձել են Նիկոլ Փաշինյանի ձախողումների խաբելու եւ չկատարած խոստումների պատճառով։ Ուրեմն ասեմ հետեւյալը, որովհետեւ բարդություններ չլինեն, պատերազմում պետությունները չեն պարտվում ժողովուրդները։ Առաջինը դա, երկրորդը թույլ պետություն չեն լինում։ Եթե այդ երկու պայմանը չի մնում իրողությունը, արդեն սկսվում է ուրիշ բաներ։ Ես ձեզ ասում եմ հետևյալը, որպես փաստ։ Գերմանացիները Հիտլերից հետո ահռելի քանակությամբ ֆելդմարշալներով գերի էին ընկել սովետական միությունում եւ սովետական միությունը գերիներին չէր տալիս։ Մինչեւ 1955 կամ 55-ին էր կարծեմ, երբ Ադենաուեր առաջին անգամ Մոսկվա այց կատարեց եւ սկսվեց գերիների վերադարձը։ Պարզ է, որ եթե ուժեղ լիներ, գերի չէին ընկնի եւ բայց մենք ողջունենք, շնորհավորենք մնացածը հիմա ինչ ես եմ նայել, դժվարանում եմ ասել, փոխանակել են, լավություն են արել, առաջ են, չէ լսել եմ էլի, հիմա ինչ եմ ուզում ասեմ, հիմա բերել են, արդյունքը այս պարագայում, որովհետև հազար մի հարցերի մեջ ենք, աշխարհը շատ խառը վիճակ է, եւ դա բխում է նրանից, ինչպիսի ձևով են վերադարձվել եւ Աստված տա մյուսներն էլ վերադառնան, էլի, որ այս ցավոտ հարցը շատ հոգեմաշ չանի, էլի շարունակաբար։ Ուրեմն դա գործընթացների հետ է կապված, բայց արդյունք է Ադրբեջանի կողմից խաղաղարար երևալու տրամադրությամբ, ինքն է տվողը, երկրորդը Հայաստանի Հանրապետության վրա ճնշում գործադրելու եւ ներքաղաքական հակասություններ սերելու համար։ Այս երեք գործոնն էլ օգտագործում են։ Հիմա այդպես է լինելու, մինչև ենթադրենք մենք ավելի հզոր լինենք, քան իրենք։ Հիմա ինչ անենք, չբերեին։ Դրա համար որոշում ինչի հետ է կապված։ Ասեցի խաղաղարարի կերպար պիտի ունենա, որովհետև անշուշտ, որովհետև ինքը հիշում եք, չէ, բռունցքը թափարում էր եւ Հայաստանը պիտի ոչնչացներ այն ժամանակ էր, եւ դրա, այսպես ասած, շանսերը մոտիկ էին, բայց մենք կարողացանք պետությունը քիչ շատ կարգի բերել, կայունության բերել եւ աստծո ողորմածությամբ Թրամփի ուրեմն ուղին գործողության մեջ մտավ, որտեղ այլևս Ալիևը խաղ չունի, բայց աշխատում է, ինչ ասեմ, անընդհատ օգուտ ստանա։ Այո, անշուշտ է։ Հիմա բանակցել են, թե չէ, դե ոնց չեն բանակցել, ինչ են արել։ Պետքարտուղարին ինչի Թրամփին էին խնդրել, կարծեմ վարչապետը խնդրել էր, նա էլ խոստացավ։ Այս կոմպլեքսի մեջ նայենք, ոչ թե ինչ է, սա կարծում եմ
ամեն հարցը չի որ այդքան քննարկենք, այդքան ինչն ենք քննարկում։ Հիմա վերադարձել են ուղղակի մյուսներին դիտի դից որևէ մեկը վերադառնում։ Նրանք տարբեր են, նրանք ուրեմն ակնհայտորեն 8-ը Ռուսաստանի կամեցողությամբ են հայտնվել Բաքվում եւ սրանք այս մյուսներ մեր զինվորներն են։ Դրանք տարբեր բաներ են, պետք չի խառնել։ Այսինքն դրա համար բայց քրքրելու իմաստը չեմ հասկանում։ Հիմա իշխանություններն էլ այսպես է, կարող է պայմանավորվածություններ կան, եթե այսպես ասեք, չենք տա, եթե եւ այլն, ասես ճնշման ձև է։ Չանային թե անային, դրա համար ես ողջունում եմ իրենց վերադեշպես, որ ցավալի հարց է ամես, ասեցի ԽՍՀՄ գերմանացիներին չէր տալիս, ուղղակի չէր տալիս, քանի ֆելդմարշալ մահացան զնդաններում սովետական, մարդիկ պատմությունը, որ դեղյակ չեն, բան են լինում, հիմա այստեղ մի բան կա, դրա համար մենք երևի ինչ ասեմ, հազարավոր տարիների ժողովուրդ ենք, բայց մեր ականջին օղ չենք հարել, պետականությունը մենք պիտի վերցնենք, որ արվեստի բարձրագույն ձևն է, հզորության ամենաբարձր ձևն է, եւ մենք մեր պետությունը պիտի կատարյալ դարձնենք, որ գերի չընկնենք, այսքան բան, եթե չէ այդպես է լինում էլ է, եթե հիշում եք պատերազմի օրերը ինչ վիճակ էր, հիմա ինչ խոսեմ, օրինակ ես դժվարանում եմ խոսել, ես ուղղակի ինձ համար, հայո, ինչպես են բերել, փառք բերողներին, ովքեր որ բերել են, բարձր է, որ անվտանգության կառույցներն են աշխատել, առաջի դեմքերն են խնդրել, գուցե մի քանի անգամ, ու մենք դրանք չգիտենք եւ նայած գուցե եւ ինչ-որ փոքր բաների համար զիջումների են գնացել, որովհետեւ ասեցի ինչ է, այսպես դրա համար ժողովուրդները աշխատում են չպարտվել պատերազմներում եւ հաղթել պատերազմներ, որից հետո հարցը ուրիշ տեսք է ստանում, այսքան բան։ Բայց պիտի փորձենք չշահարկենք, սա այն հարցը չի ելի։ Ամեն դեպքում թող մինչև ընտրություններ են մնացած մեր տղաներին էլ բերեն, թող ասեն, որ ընտրությունների համար են բերել, ինչ։ Եվ որքանով է բարոյական այս գործարքը, անբարոյական գործարք անվանվել։ Այստեղ իսկ ինչքանով է բարոյական 20 թվականի պարտությունից հետո երկիրը անընդհատ ցանկացած պարագայով ցնցումների եւ անգարնության մեջ պահելը։ Դուք այս բաները ռևանշիզմի ուրեմն այդ գործողությունները, որ մինչև այսը մեկը հաշվել է իրենց տված տնտեսական վնասի չափը, ցույցեր, գործատուներ, չաշխատել, հոգեբանական վիճակ եւ այդ գումարները հաշվել են, ովքեր որ քննադատում են դա։ Բարձ է, չէ։ Այդ ժամանակ կար մի քաղաքական գործից, որ հաշվում էր եւ Ալիևին ինչ որտեղ ասում էր, որ ժամանակն էր, չէ, որ դու կարող այս հիմա հարցակվել եւ հիմա նույն Ալիևին ինձ ասելով ոչ կհարցակվի, ոչ էլ կնահանջի, Ալիևի ուժ պատեց կհարցակվի։ Եվ հիմա էլ փաստորեն Վլադիմիր Սալավյովի այդ տեքստից հետո, երբ որ նա հայտարարեց, որ հատուկ ռազմական գործողությամբ հնարավոր է Հայաստան մտնել եւ թքած ունենալով միջազգային իրավունքի վրա, նույն այն ազնվորությունը խոսքը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մասին է, ով հայտարարեց, որ Սալավյովի ճիշտ չէր, բայց այն ինչ որ ասում էր, դա շատ օբյեկտիվ էր, այսինքն սա ինչն է օբյեկտիվ, իրա համար ճշմարտություն կա, նրանք ասում են, որ պետք է մեզանից, եթե ձեռ եք քաշում, իմանանք, որ ձեռ եք քաշել, մի խոսքով իրենք գնում են, ձեռ են քաշում, Ռուսաստանը, եղբայրս հարց եմ տալիս, Ռուսաստանը անգում ապրելու իրավունք ունի, թե չէ։ Բայց ասում են, եթե ինքը անգում է ապրում, այսպես ասել, երկրորդ մասը։ Հայաստանի Հանրապետությունը պարզ է, որ այս բալանսի քաղաքականության արդյունքով որոշակի արդյունքների ասել է, տեսանել է, չի տեսանելի է, մանավանդ ամերիկյան այդ տնտեսական, տեխնոլոգիական այդ հաջողությունները, բայց այստեղ խնդիր այնտեղ չի, եւ ես ընդհանրապես խուսափում եմ, որ մեկին մեկնաբանեմ, իրենց համար դուրս են տալիս էլի շատ անգամ։ Հիմա տեսեք ինչ կա։ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքը Սալավյովները կառավարում են։ Ամեն մի բան խոսում են, կառավարում են հենց դիտավորյալ եւ դա կապված են բանի հետ, որ եկեղեցու ուրեմն այդ
ինչ ասեմ, են նախաձեռնությունը, որ վերադառնա վեհարանը մակրվի եւ այլն, տեսեք, կարծես 50 առաջացել, ոչ են կողմի հաջողությունն է, ոչ են կիսվել է, Սալավյովներ այս պարագայով օգնության են հասնում մեր քաղաքական վիճակը սրելով։ Հիշեցեք շարժման տարիները, ինչ էր լինում, ուրեմն մի պրավդա թերթ ժամը 6-ին հոդված էր գրում հակահայ, ամբողջ Հայաստանի արդյունաբերությունը Ղարաբաղ կոմիտեի կոչով կանգնում էր, օգուտ ինչ էր մեր տնտեսությունն էր կանգնում, հենց որ մի քիչ ժողովուրդ հանգստանում էր, մի հատ հոդված իզվեստյան էր գրում, սա կոչվում է կոնֆլիկտի կառավարում, կոնֆլիկտաբանության մեջ, բայց լավն է, որ Սալավյովը այս անգամ լավ պատասխաններ ստացավ։ Իրենց կողմից չէ, մեր դաշմանդակ իրենք նահանջեցին, իրենք չէ։ Հիմա ինչն է, այստեղ պատասխանը, որտեղ մեր կարծես թե կազմակերպված կամ ինքնաբուխ, բայց կազմակերպված այդ իմաստով օպերատիվ պատասխան եղավ, սա նշանակում է հայ ժողովրդի հսկայական զանգվածը, իր շահերը հասկանում է եւ պատրաստ է իր պետությունն ու իր ժողովրդին պաշտպանելու։ Այնպես որ իսկ Սալավյովին, որ ասում են այդ պրովոկանտիստ, ես գրել եմ եւ դեմ եմ նման արտահայտությանը, որտեղ նա ստեղծության մի ուրիշ Զախարովա է, այսինքն պետության խոսափողերից մեկն է, այսինքն պետական տրամադրություն իշքան էլ Զախարովան հերքեց, որ այդպես չի, հենց եթե լրագրողի ուղակի դա ինտան մի լրագրող չի, նա ամբողջ Գեբելսն է երկրորդ մասշտաբով, ինչպես որ գերմանացիների մոտ էր, պրոցեսները կառավարում եւ պետք չի որ օտար ափերում ծնված տերմիններ տեղափոխել Հայաստան, ազդեցության գործիք է, ազդեցության գործիք մեր վրա, դա Սալավյովն է, այնպես որ բայց լավ է որ սրանց դեմքերը պարզվում են շարներ քծեցին իր վրա, հայ ժողովրդի սիրելի բարեկամներ։ Ընդդիմությանն էլ է այս ռևանշիստներին էլ է, եթե այս օգնում, ռևանշիստներին օգնում են, Սալավյովն է օգնում, Մարիա Զախարովան օգնում եւ ինչու որպես Հայաստանը տևականորեն մնա անկայուն վիճակում, որտեղ փաստն ապացուցեց իմ թեզիսի բացարձակ ճշմարտացությունը։ Շուրջ չէ 10 տարի ու կես է, որ կարծես թե ավելի կայուն է երկրի վիճակը եւ երկրի կյանքի մեջ ահագին փոփոխություններ կան։ Նաեւ մարդկանց հոգեբանության մեջ կան։ Ուրեմն պետությունների համար կյանքի ու մահվան հարց է կայուն վիճակը։ Իրենք այդ անկայունությունը պայթեցնում են այդ կայունությունը, բայց դե այս անգամ կարծես թե չի ստացվում, որտեղ հայ ժողովուրդը դե այսքան տառապանքից հետո սկսում է ճանաչել իր բարեկամներին կամ ոչ բարեկամներին, եւ նման բան ասենք, դրա համար էս նորմալ է։ Նորմալ է։ Մեր կողմից պատասխան իրենց արածնել է նորմալ, իրենք սովորեն հայ ժողովրդին Սուլտան Համիդից սկսած այսպիսի տագնապի վիճակով պահել, թե ինչպես ինչ տարբեր է։ Ասեցի Ղազախստանի նախագահը արձագանքեց։ Նրանք էլ արձագանքեն, բայց ես չեմ ուզում խառնվենք, որտեղ մենք այլ պարագա ենք։ Ասեցի հիշեցրի Պրավդա թերթը ուրեմն իզվեստյան։ Դե լավ, ես չեմ ուզում, հիմա ամեն մեկը խոսել է իր համար, ինքը իր պատասխանն է տվել։ Ես քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության տեսակետ հարցրեք, պատասխանում եմ։ Հա, հարցնում եք, ուրեմն մենք պատասխանում ենք, թե չէ իշի ով է պատասխանել, ինչ չի պատասխանել, պաշտոնյա է պետական պատասխանի տեսք ունի, հիմա ինչպես ասել իրենց գործն է։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը դեմ է օտար որևէ պետության Հայաստանի ներքին գործերի միջամտելու տալինի եթերից, ներսից թե դրսից։ Այնպես որ նորմալ է։ Այս իմաստով հակադրվելն է նորմալ, էլի որ արեցին, որտեղ մենք գիտենք, որ երբեմն դա չի եղել։ Եվ ինձ համար ընդունելի չի ներքին են նյուանսները, որի փրթե գիտեք իշկա դա են, ինչ-որ նյուանսներ են գտնում արդարացնելու համար նրարած, կամ չդատապարտելու։ Եվ դա բնական է, որ ռևանշիստները իրենց դաշնակիցներն են, չէ, օգնում է իրենց իշխանապողության հարցում, կամ երկրի անկայունության վիճակում էլ հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալու փոքր, պարոն Շիրինյան,
Ֆիդանը Միացյալ Նահանգների հետ կապված այս թրիփի ծրագրի հետ կապված հայտարարեց, որ Միացյալ Նահանգները կարևորություն է տալիս Ադրբեջանին եւ խրախուսում է Հայաստանին խաղաղություն հաստատելու համար։ Այս հայտարարության մեջ գիտեք ինչ կա, մենք որ այդ գործընթացը որ գնում է անշրջելի է, ինձ այդպես է թվում, եւ Ռուսաստանն էլ ինքը կարծես թե փեշերը քաշում է ներս, որովհետեւ կարողանա իր վիճակը փրկի։ Մարիա Զախարովայի ուրեմն ողբը տարածված է, չէ՞, դե ժողովուրդը նրան գիտի, դրա համար եմ ասում։ Եվ դա անխուսափելի բան է եւ մեր պետականության կայունացման հարաբերություններ եւ այլնի հաստատման պայմաններից մեկն է հարևանների հարաբերությունների կարգավորումը։ Դեսեք տերմին եմ ասում կարգավորում։ Եվ այդ գործընթացը գնում է։ Եթե ճիշտ է, դե բարձ է որ պիտի ողջունեն, որովհետև իրենք էլ են ուզում, որ Ռուսաստան այսօր Կովկասում չլինի, բարձ չի, այսինքն եւ այստեղ ուրեմն ինչ կա մի գործընթաց, որ անխուսափելի է եւ այդ դրա քավորն էլ Թրամփն է։ Մենք չնայենք Թուրքիայի կողմը։ Թրամփը հայտարարեց նաեւ Զանգեզուրի միջանցքի իրականացումը կտեսնենք կտեղի կունենա այնպես, ինչպես ուզում է Ադրբեջանը։ Այն կարևոր է լինելու այնպես, ինչպես ուրեմն Հայաստանի իշխանությունները փաստաթղթեր ստորագրել են Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի հետ։ Ուրիշ բան չի լինելու։ Բայց այստեղ ուրիշ բան կա, որ ադրբեջանական կողմը, քանի որ նշածողը շատ բարձր էր վերցրել Հայաստան ոչնչացնելու եւ այլնի, ինքը պիտի նահանջի եւ նահանջի ձևեր են որոնում։ Այդ միջանցքը նորից այսօր երեք թե ինչ հեռուստաընկերություն էլի միջանց հայերին առաջկայում աշխարհում այդ միջանցքը չկա եւ միջանց տերմինը չպիտի օգտագործվի վերջ չպիտի օգտագործվի փաստաթղթերում որևէ բան չկա իսկ եթե Ֆիդանը ակնարկում է նաեւ հունիսի սկզբին Հայաստանի ընտրությունները եւ դրում է որ պետք է աջակցի սա դա նշանակում է որ Ֆիդանը ԿԲ-ին Հայաստանի իշխանությունները նեղ վիճակի մեջ է դնում ինքը գիտի որ հաջորդի միստվար զանգվածը որ ցեղասպանություն է մոռացել ոչ էլ վերջի պատերազմ եւ այլն եւ իրենց ում էլ պաշտպանեն նրանք կարող է դուժեն եթե այդ ուղիղ չի էլի դրա համար լավ կլինի որ իրենք իրենց գործով զբաղվեն էլի Իրենց գործը հիմա որն է մեր տարածաշրջանում իրենց երկրում շատ դե Թուրքիան էլ ինքը բազմաթիվ խնդիրներ ունի Սիրիա ունի ներքաղաքական հարցեր ունի ասեմ նրա տնտեսական վիճակը շատ բարդ է ինֆլյացիան շատ բարձր է եւ այլն էլի հասկանաք ոնց այսինքն իրենք բայց դե այսպես չի պետությունները հանգիստ չեն մնում պետություններն անընդհատ իրենց կողքի կամ ոչ կողքի բարեկամ եւ հակառակորդ պետությունների ներքին գործերին միջամտում են զենքով, բանակով, միջամտում են հայտարարություններով, բարի կամեցողությամբ եւ այլն։ Օրինակ, կարծում եմ, որ սա այս պարագայում Հայաստանի իշխանությունների օգտին չի նման հայտարարությունը, որտեղ ենթատեքստը առաջանում կարծես թե այնպիսի մեծ կապեր կան, որ Թուրքիայի հետ այդպես կապեր չկան։ Եվ այս բոլորը Միացյալ Նահանգների նախաձեռնության մեջ, այո, դա վնասելու քաղաքականություն է։ Այսինքն ինչով է շահ, որտեղ հայ ժողովուրդը ինչ լինի, չլինի, չէ, այդ բոլորը, ասենք, տեսեք, ես ասեցի կարգավորում, չէ։ Հիմա մարդիկ ովքեր լուրջ մեր ժողովրդի մասին է հազար մի հարցերով կարգավորման հետ կողմ են, բայց որ պիտի մոռանան, չմոռանան եւ նման բաների չեն կարող համաձայնվել, հուշն շատ թարմ է, չէ, բորբոքվեց նաեւ այս վերջին շրջանում, այդ դեպքում Թուրքիայի կողմից հայտարարությունները, ասենք, բավականին խնդրահարույց են, այդպես ասեմ, այնպես որ որը մեկը չի շահում դրանից։ Ուղղակի իհարկե ռևանշիստները կշահեն Ջանշները ովքեր կասեն, բա տեսակ բան Ֆիդանն է, տեսնում եք Հայաստանի իշխանությունները ում կրնկի տակ են եւ այլն։ Ես իմ գնահատականով Հայաստանի իշխանությունները ոչ մեկ կրնկի տակ չեն, ինչու։ Ոչ թե շատ ենք հզոր կամ թույլ ենք, որովհետեւ քաղաքականության այն կոնցեպցիան, որը պաշտպանում է
շատ ավելի շուտ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը հավասարակշռության հայեցակարգը թույլ է տալիս այդպիսի ազատություն։ Մենք ազատ ենք մեր գործողությունների մեջ եւ դրա համար էլ ասեմ Թրիփի այդ ճանապարհը հաջողվեց, որտեղ անկախ պետության հետ իրենք հարաբերությունների տրամադրություն ունեին եւ ամերիկացիներ եկան այդ ուղղությամբ։ Հիմա դրա կողքին մի բան ասեմ էլի, որովհետև դա է կարևորը։ Ինչքանով ամերիկյան տնտեսական, տեխնոլոգիական, գիտական եւ այլն ռազմական բանը թողենք էլի, դա արդեն ուրիշ հարց է, այսօրերի հարց չի։ Ինչքանով կարողանանք օգտվել այն հնարավորություններից, որ Միացյալ Նահանգները ուրեմն տալիս են մեզ եւ տվել են փաստաթղթերով երեք էլ արտգործնախարար հանգամանորեն բացատրում էր գաղտնիք չկա բացահայտված ստորագրած եւ այն բայց ես մի հարց ունեմ որ մեր հանրությանն եմ ասում ով է սպասարկելու ամերիկյան օժանդակությունը այսինքն ում միջոցով մենք կուզենանք չէ որ մեր մասնագետները, մեր ինժեներներ, մեր գիտնականներ, մեր տեխնոլոգներ, տեխնոլոգիական մասը, սա էքսպերիմենտալ ֆիզիկան է եւ էքսպերիմենտալ քիմիան առաջին հերթին IT տեխնոլոգիա եւ այլ ոլորտներ, չէ։ Հիմա երբ կշահենք, եթե մենք ունենայինք առաջնակարգ համալսարաններ, որի շրջանավարները կընտրվեին այս աշխատանքի մեջ, հռետորական հարց եմ տալիս, Հայաստանն ունի գոնե մի համալսարան, որը կարող ամերիկյան տեխնոլոգիան աջակցության ընդհանուր սպասարկման գործին մասնակցել, կարծում եմ չունի։ Եվ ոչ միայն կարծում եմ, շարունակենք մեր զրույցը։ Ուզում եմ այս է հարցը, մենք սրա վրա պետք է կենտրոնանանք եւ շտապ կարողանանք կադրեր մեզնից աճեցնենք, որ աշխատեն այդ հիմնարկներում։ Դուրս գանք Կարճատև գովազդային դադարի, որից հետո արդեն Թրիփի վերաբերյալ կքննարկենք նաև տարբեր տեսակետներ կան, կլսենք նաև ձերը։ Հարգելի հայրենակիցներ, այն դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք, հետևեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում, տեղեկացնում եմ, դրամական փոխանցումներ 1%-ով, օդանավով 1 պաունդը 2.99, նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար, ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։
լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ մեր հյուրն է Լևոն Շիրինյանը։ Պարոն Շիրինյան, ամեն դեպքում իրադարձություններին կհետևենք գերիների վերադարձը, նույն Ֆիդանի հայտարարությունների հետ կապված զարգացումները արագ են տեղ ունենում, նույն Ռուսաստանից դեռ պետք է սպասենք որոշակի, որտեղ մեկ Սոլովյովով չենք վերջացնելու, կարծես թե դրանք ավելի շատ են։ Հիմա անդրադառնանք Թրիփի ուղուն եւ Միացյալ Նահանգներ Հայաստան այդ կատարված համատեղ հայտարարությանը։ Ընդդիմությունը գտնում է, որ սա ձևական փաստաթուղթ է։ Ռևանշիստները, որտեղ ընդդիմությունը պաշտպանում է կառավարության տեսակետ, այլանդրանքային ընդդիմությունը, որովհետև բայց հսկայական, ասեցի, ինչ չլինի տեխնոլոգիական առավելություն է, չէ, որ տրվում է, ընդ որում մեր դիտողին ասեմ, որ սա այս Թրամփի նախաձեռնությունը ըստ էության ամերիկացիների Հայաստան-Ամերիկ հարաբերությունների մեջ երկրորդ դեպքն է, առաջինը Վիլսոնի մարդասիրական օգնությունն էր, նա հումանիտար էր, պետական մակարդակ չբարձրացավ, երկրորդ անգամ Ամերիկան ձեռք է մեկնում Հայաստանի Հանրապետության եւ օժանդակում է, այստեղ անշուշտ երևի նաեւ մեր ամերիկահայ ուրեմն հայրենակիցների ուրեմն բարեվարք տարիների աշխատանքի համակրանքը կա, հավանաբար, ինչ որ միջափով կա ու կա, եւ ուրեմն այս բան է։ Հիմա ասեցի, բայց հարցը իրենց օժանդակությունը չի այլևս, լինելու է, անխուսափելի է եւ դա Հայաստանի առջեւ բացում է ժամանակակից պետություն դառնալ 49 տարի ասվեց, չէ։ Դա շատ երկար տարիներ է, եթե մենք կազմակերպված ժողովուրդ եւ հասարակություն լինենք, մենք կունենանք գերժամանակակից Հայաստանի Հանրապետություն։ Ես ձեզ հիշեցնեմ մի կանխատեսում, որ ձեզ մոտ արել եմ անցած տարի եւ երկար ժամանակ եմ բնտել, որ Հայաստանը վերածում է այսօր Կովկասի բանալի պետության key state-ը եւ օրինակն էլ վերել եմ, որ այնպես ինչպես Լեհաստանն է արևելյան Եվրոպայում, այդպես էլ Հայաստանը կարող է լինել եւ դա դառնում է եւ դա անխուսափելի է եւ ոչ մեկը այդ process չի կարող կանգնեցնել։ Հիմա սա օբյեկտիվ հնարավորություն է, որ տրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Հիմա ինչ կանոն ենք դա կռեալիզացնենք, ասենք եթե ընդհանրենք ավելի որակով անենք, գուցե եւ օժանդակության չափն ու ձևն էլ վերանայվի, շատացվի, թե կկրճատվի, որովհետեւ եւ այլն։ Այսա կարծում եմ սրա վրա պիտի մենք կենտրոնանանք, բայց որպես գիտության մարդ նաեւ ասեմ հետեւյալը, որ մենք չունենք նման համալսարաններ, որոնք կարող են սպասարկել ամերիկյան այդ օժանդակությունը։ Երևի թե պիտի դիմեն նաեւ Սփյուռքին, որ հայ երիտասարդներ կան, տղաներ, աղջիկներ, լեզուների դրսից էլ այսպես, որոնք ունեն այդ կրթական ցենզը, բայց դա հարցի լուծում չի, որովհետև ես ինչքան հասկանում եմ, սա շատ լայնամասշտաբ օժանդակություն է, համագործակցություն, փոխշահավետ։ Եվ նաև ինչու՞ չէ, բոլորը որ ասում են աշխատատեղեր, տեխնոլոգիաներ, ինչ ասեմ, ամերիկյան տեխնոլոգիական ուրեմն օժանդակություն է, ով էլ դրա որակն ուզում իմանա, թող հիշի ուրեմն Մադուրոին եւ հիշի կես ժամանած օպերացիան, որտա բաները չեն արել, ուրուգվայցիկ չեն արել կամ ուրիշ պետություն։ Ուզում եմ ասել, սրա մասին պիտի մտածենք եւ ես պնդում եմ, որ նաեւ Քրիստոնյա ժողովրդարական կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական մասը մեզ խիստ անհրաժեշտ է մեր գիտությունը տեխնոլոգիական իր տեսական մասով, ֆիզիկա, քիմիա հատկապես, հաշվիչ եւ այլն էլ ինչ որ կա եւ լեզուներ առաջին հերթին անգլերեն, հայերենի լավագույն իմացության, որի մասին
քիչ շատ խոսել ենք, խիստ անհրաժեշտ է համալիր մոտեցումով այս վիճակը շտկել, դա տարիների աշխատանք է պահանջում եւ այստեղ այդ բաներով, այս ուրեմն սկոբուսով օտարի համար հոդված գրելով ոչինչ չի ստացի, որտեղ այդ բոլորը բանը քամի ռեֆորմներ են, ինչ որ արվում է, իբրտե ռեֆորմներ են, հասկանաք ոնց, այսինքն մենք հիմա ունենք մի օժանդակություն, որը պիտի լինի, մնացածը տեխնիկական մասերը, ամեն գերատեսչություն, ամեն հիմնարկ ինքը դրանք կանի, չէ, եւ նաեւ ուրեմն սա արևմտյան տիպի հասարակություն ստեղծելու հնարավորություն է, որը մենք հնուց եղել ենք, մենք քրիստոնեական քաղաքական պետություն ենք Հռոմի բանի հետ, այս արմատները չպիտի մոռանալ, այսինքն մենք տիպիկ այդ բան ենք, այդ հասարակությունը ստեղծած ժողովուրդ ենք, ուրեմն սա պիտի մեզ նաև ոգևորի, բայց ոչ լոպազանալու, գլուխ գովելու համար, ոգևորի կպած այս գործն անենք, որ տեղի արտադրություն բան արվի, եւ տեղի հումքի եւ այլն ինչքան հնարավոր է, երևի դա մարմիններ կանեն, բայց տեղից գրգումները շատ լինեն, դա մեր շահը կլինի, եթե չկանել, պիտի ամերիկացիները հետ աշխատել, այս մասերն ավելացնել եւ այդտեղ քթի տակ է հենց ինչպես ասեցի, բանալի պետությունը ինչ է նշանակում, ինչու է այդպես ասում, ինչու եմ ասում, որտեղ բանալին բացի մարտադաշտ կարող է այդ իրենց է թվում, այդ մարտադաշտը Դոնբասում է, ռուսները Խերսոնից դուրս չեն գալու, թող հույս չունենան, իրենք էլ նրանք են, ավելի լավ է իրենց կարողություններն էլ վերեն ներդնեն երկիրը զարգանա, 20 թվից որ ասածն է ճիշտ եղել, որ հիմա դա լինի, ուղղակի խանգարում են, հոգեբանական վիճակ են առաջացնում որում հուշում են, որ կա հնարավորություն բարձրների այլ փոփոխություն լինի եւ Ամերիկացի Նահանգների պիտի լինի, Թուրքիային ոչ մեկը ոչինչ չի վաճառում, հիմա այսպես է հարցը, ամբողջ Հայաստանը Ռուսաստան էր, հիմա դրա մասին մի անգամ ձեն չեն հանում, Թուրքիային գլը մեզ է լինելու, մեր խնդիրը այն չի, որ մեկից վերցնենք, մեկի տանք եւ այլն, մենք պետք է լինենք, բայց եթե փոխշահամավետ տնտեսական տեխնոլոգիական համագործակցություն է, ուրեմն պիտի արվի, հիմա ես այդ դեպքում մի բան ասեմ ձեր ասածի վրա, 1920-22 թվերին Հայաստանն ու ինչ որ էր սովետական որ դարավ եւ Թուրքիայի հանրապետություն իրար այդ տեխնիկական նույն մակարդակի վրա են մեր մտավորականություն ավելի լավ վիճակում էր առաջի հանրապետության կառավարությունը հիմա թուրքական համալսարանների հետ համեմատելու բան ունեն հա ունեն բայց ինչի մասին է խոսքը Ռուսաստանն ունի լավ Ռուսաստանն ունի Անընդհատ մենք ռուս չենք, հիմա ռուսների հարցն չկա, ես մի բան ասեմ, մեր տեսակետը որն է, խոսքը այն չի, որ մենք Ռուսաստանի հետ պետք է հարաբերվենք, բայց չափ կա, ձև կա, այնպես ինչպես մի անգամ ասել եմ, Անգոլայի հետ հարաբերություն չպետք է ունենանք, պիտի ունենանք, ինչի մասն է խոսքը, այդ մնացածն էլ Թրամփ իրեն չի հարցնում, եթե Մադուրոին բան չհարցրեց, իրենց բան է հարցնելու Դրա ավելի լավ չի, որ տրամադրվենք, նաև իրենց երեխեքն են, չէ փողատերեր երեխեքը հիմնականում, իրենց տղաներին, աղջիկներին է տրամադրեն գիտելիք ունենան, ընդգրկվեն հայրենիքի տեխնոլոգիական վերազինման վերաշինության մեջ, ինչ ասես խոսում են, դրա համար ռևանշիստ են, ինչ ասեմ, կարծում եմ, որ մենք Եվ ինչ էի ուզում ասել, ճիշտ է, որ վարչապետն է, բոլորը մեր կողմից խոսում են, որ մեջը ստրատեգիական բան չկա, անշուշտ չկա արտաքնապես, իմ կարծիքն այդպեսին է, որովհետև ես եմ երևի Հայաստանի Հանրապետությունում միակ դոկտորը, որ աշխարհաքաղաքականությունից դոկտորական դիսերտացիա բայց խոսքը ինչի մասին է, սա հսկայական անվտանգության ռեսուրս է բերում, հետո պետք է այս վերաշինության ժամանակ այդ նախաձեռնությունների վրա ուրեմն հարցակվի, փչացնի եւ այլն, Ալիևը ձեզ օրինակ, ճանապարհ պիտի նահանջեն համաձայնվել, հիմա այսինքն մենք ստանում ենք կայունություն, ստանում ենք անվտանգություն, դա իհարկե բացարձակ չի, բայց շատ ավելին է, քան երբևէ եղել է առաջի հանրապետության շրջանում եւ Ղարաբաղյան շարժումից սկսած այս կողմ
Հիմա պետք է օգտվենք վիճակից, թե չէ, պոզիտիվ պետք է լինի մտածողությունը, մեկ քննադատեք, անընդհատ քննադատեք, այն ականջ εμյուս թևից բռնած սեղմելով գալիս են, տեսեք ինչպես կարող եք ընդգրկվեք, ինչպես է հնարավոր իրավական պետություն պիտի կայանա, չէ, որովհետեւ այդ մեխանիզմներն աշխատեն, իրավունքի գերագայությունը պետք է ապահովվի, կլանային չպետք է լինի, սա Ամերիկան է, օգտվենք առիթից, թե չօգտվենք, ինչի մասն է խոսքը, դրա համար մեծ հեռանկարներ կան, ասեցի, դրա համար ինչ կանով կօգտվենք, դա մեր ազգային պոտենցիալի հարցն է, կարծում եմ, որ այս Բարագայում օրինակ մի բան եմ մտածել, մի քիչ վերացական կարող է թվալ, որտեղ մեր բուհերը չեն կարող սպասարկել, ի վիճակի չեն, անկախ թե Սկոպուսի համար ինչքան հոդված են գրել տալիս, ինչ են անում եւ ինչի համար, որը ոչ մեկը չունի բացատրություն, ինչու են միացնում, ինչու են անջատում։ Հիմա այս հարցը դնում են կողքի, բայց համալսարանը պիտի վերականգնվի առաջին հերթին իր ֆիզիկայի, քիմիայի ֆակուլտետներով, գերժամանակագից, կենսաբանության, մանկավարժականը պիտի իսկական այդ մանկավարժական կրթության կենտրոն լինի, որի խնդիրը ոչ թե դաս սովորեցնելն, առաջին հերթին գիտելիք տալն է, ասում են չգիտեմ ինչ ահենք եւ այլն, մեր կրթությունն ու գիտությունը պետք է գիտելիքահենք լինեն, մանկավարժություն կլինի, ինչ կլինի, որովհետեւ տակ չտանք, ինչպես ասում են, կներեք բառի համար։ Հիմա մի բան եմ մտածել, որ կարելի է երևի քննարկել։ Երևի թե անշուշտ ես են Սփյուռքից են օգնության ձևեր ինչպես որ եղել է, մենք տեսանք ինչ խայտարակության է վերածվել եւ այն ժամանակ ինչ է եղել, որտեղ շատ այնքան ինֆորմացվեցինք, որ հիմա գերհագեցած ենք։ Կարելի ասենք, մտածում եմ ամերիկահայության մտավորական մասի առաջնորդությամբ առաջարկել Հայաստանում բացել հայկական իսկական համալսարան, ներսից դուրս, փոքրից մեծ, տակից վրա եւ այլն, մի հատ գեր ժամանակակից համալսարան, այս կարելի է կարծում եմ Սփյուռքը կանի իր հայ մասնագետներով, հայ կրթություն, գուցե օտարներ են լինեն, մեծ համալսարաններ են պետք, եթե չի լինելու համալսարան, Հայաստանը չի վերակառուցվելու, անկախ թե Սկոպուսի համար գիտության պետական կոմիտեն ումից ինչքան հոդված կուզի, ինչ կանի չի անի, մեզ էքսպերիմենտալ գիտություն է պետք, տեսական քաղաքագիտություն է պետք, գործնական քաղաքագիտություն է պետք, ժուրնալիստիկա է պետք, լրագրություն է պետք, գեր ժամանակագից, պետք է վազենք, էլի, վազենք, բայց այն չլի որ ընկնենք մոտերս ջարդենք, ուզում եմ ասած, սա մոդերնիզացիայի տեսություն է, ինչ որ ասեցի դրա պահանջները, Հարավային Կորեան արել է, Գերմանիան արել է, Ավստրիան արել է, Հարավային Կորեան մեր նման երկիր եղել, կլան եւ այլն։ Հիմա մենք ինչպեսի փուլում ենք ձեր գնահատմամբ, Թրիփի այդ ծրագրի հետ կապված։ Հիմա երկրի շուրջ աշխարհակահական միջավայրը բարելավվել է, ասեմ, մենք ունենք դաշնակիցներ, հիմա ինչ կանով է բավարարում, ինչ կանով չի, Ռուսաստանն է ճար չունի Հայաստանում ներքին բացի խժդժություններ օգնելուց անելու։ Մի օր էլ ինքը դեմոկրատական երևի կդառնա, այն ժամանակ մենք նաև կվերանայենք, կանենք եւ այլն, որտեղ դեռ խնդիր չունենք։ Եվ ամբողջ աշխարհի հայացքը, հայության հայացքը շուռ կգա դեպի Հայաստան եւ Հայաստան կայանա։ Դրա համար աշխատել է պետք։ Դրա համար ինչ է պետք, հեղափոխություն եւ հեղափոխության առանց ուժերը ընտրություններին պիտի հաղթեն, պիտի մոբիլիզացնել հասարակությունը ամբողջը, որ նոր կուսակցություններ մտնեն խորհրդարան, նոր մտքերով, նոր տեսակետով, քրիստոնեական արժեքներ տանեն խորհրդարան, քրիստոնեական մշակույթին տեր լինեն եւ այլն, ինչ որ կա, եւ իհարկե տեխնոլոգիա բան է դրա մասին խոսք չկա։ Այնպես որ մենք կանգնած ենք մեծ վերափոխումների հնարավորության շեմին, պիտի անենք եւ առանց բաների էլի։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմադիրները պետք է մի կողմ դնեն ամբիցիաները եւ մեկտեղեն ուժերը։ Միայն այս դեպքում այս իշխանությանը թույլ չեն տա վերարտադրվելու։ Որ երկիր զարգանա։ Դա էլի դից ասած, այդ չի լինելու։ Իրենք իհարկե միասին են գործելու, միասին ուզում է առանձին գնան բան, որտեղ նրանց ընդհանուր շահը մեկն է Հայաստանը չզարգանա եւ որպես օրենտացիան չփոխի եւ այլն, ինչ որ է տանել, բայց դրանք գնաց կեսողությամբ գնացել
երևի հասել է կառամատույց, հասնում է կառամատույց։ Խնդիրը դրա մեջ չի։ Ես իրենց մոբիլիզացիայի մաս, իրենք միշտ էլ մոբիլիզացված են։ Ես եմ մի հատ էլ բան կճարեն, ես եմ մի հատ arczepiskopos են ճարում, հետո քահանա են ճարում, հետո մի տարի վազում է։ Ես իրենք ինձ հետաքրքիր չեն, բացարձակ ասեմ ձեզ, իրենք անցյալի ուժեր են եւ նաեւ հազար մի հարցեր կան, այլ այն նրանք, ովքեր պետությունը պաշտպանեցին, անվանենք պետականակիր ուժերը քաղաքական, ինչքանով կկարողանան լայն ճակատով համագործակցաբար գնան ազգային ժողովի ընտրություններ, այստեղ է մեր հաջողությունը, իրենք մեր անհաջողությունն են, դժբախտաբար այդպես է ստացվել, լավ կլներ ու այդպես չլներ։ Շնորհակալություն պարոն Շիրինյան, մեր հաղորդումը ավարտվեց, հետևենք զարգացումների, մեկ շաբաթ անց նորից կհանդիպենք այս տաղավարում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։